Ոստիկանության տեղյակ պահեց, որ ազգային ժողովի պատգամավորը ու ներս մտնելու ցանկություն կա, տեղեկանալու ինչ է իրոք կատարվում Մայր Հայաստան գրասենյակում, բայց քննիչից թույլտվություն հարցրեցին ու քննիչ ուղղակի մերժեց, ասաց չի կարելի ներս մտնել։ Ինչ իր համակի մասին է խոսքես, ամեն ինչը կարծում եմ աբորինի գործողություններ է կատարվում ընտրություններից 2 օր առաջ։ Եվ նույնը երեք Վարդան Ղուկասյանի նկատմամբ այդ զայնագրության տարածելը, այսօր Մայր Հայաստան վաղը հաստատ համոզված եմ մյուս ընդդիմադիր տեխնացուների հանդեպ նույնն են կիրառելու, որտեվ պարտվելու արդեն հոտը զգացել են ու ժամանակն է այս բռնապետական, դավաճանական իշխանություններին արդեն քշելու վերջացնել։ Հայ ժողովուրդը Հայաստանը իրավունք ունի լավ ապրելու ու ազգային պետություն կերտելու։ Ինչով եք պայմանավորում այս բոլոր գործողությունները, որոնք այս ընթացքում ընդդիմադիրների նկատմամբ են կիրառվում։ Ուրիշ մեթոդով չէին կարա, որովհետև գիտեք, իրանք պատրաստ չեն լուրջ պայքար մղել, ազնիվ պայքար մղել ու այս ձևաչափով են փորձելու ընդդիմադիրների դեմ պայքարեն, որովհետև իրոք զգալով օրորի ինչ է կատարվում Գյումրիում, վարկանիշ ընդդիմադիր կուսակցությունների, դաշինքների արդեն անցել են այս բռնի մեթոդներին։ Իրավապահ մարմիններն ուղղակի օգտագործում են անձնական խնդիրներ լուծելու համար, ուրիշ ոչ մի բան։